Երեխան ծնողի սեփականությունը չէ։ Ընդհանրապես մեզանում տենց մի ընկալում կա, որ գիտեք, դե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, այնտեղ լրիվ բան այլասերված ոչ բան արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ես ուզում եմ մի հատ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտություն է դա։ Հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, էլ չեմ ասում նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։ Եվ դա դարձնել, որ այ գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թոռը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետք է նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Ժամանակ ա եղել, որ կովերնել են նույն սենյակի մեջ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա մեր ավանդույթն է։